Այսպիսով արդեն իսկ համաձայնեցված մասն է սա խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդ որում նույն փաստաթղթում հղում է արված Ալմաթայի հռչակագրին որպես հիմնական սկզբունք նաև խաղաղության պայմանագրի տեքստում։ Այսպիսով համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, ինչպես տեսնում եք, և տեսնում եք, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այնպես ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակներում, որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ էլ կա։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ։ Այսինքն Հայաստանը և Ադրբեջանը արդեն իսկ համաձայնեցրել են նախագծի տեքստում, որ չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ կողմերից մեկի կողմից մյուս կողմի նկատմամբ և համաձայնագրի պայմանագրի տեքստում կա ևս մեկ կարևոր դրույթ, որը նախատեսում է, որ կողմերը չեն կարող իրենց պետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության պայմանագիրը չկատարելու համար։